Բարի երեկո, հարգելի ռադիո ֆուտբոլասերներ, եթերում է ռադիո ֆուտբոլ հաղորդումը։ Եվ ձեզ հետ են ինչպես միշտ Վերա Մարտիրոսյանը եւ Հայկ Ղազազյանը։ Վերա Մարտիրոսյանը այնքան վստահ ձայնով ասացիր, Հայկ Ղազազյանը մի քիչ կասկածելով, երևի թե ինչ-որ բան գիտես։ Այո, ինչ-որ բան գիտեմ։ Աղա լքես ինձ հաղորդման կեսից։ Ոչ, ավելի շուտ դու լքես մոտակա երկու հանդիպումների ընկերական հանդիպումների։ Հարգելի ռադիո ունկնդիրներ, մենք այսօր մեր հաղորդումը կնվիրենք ֆուտբոլին, ինչպես էլ անսպասելի դա չհնչի։ Բացառությամբ։ Այո, եւ իհարկե Եվրոպայի առաջնության խաղերին մեր նախորդ հաղորդման ժամանակ դեռ չէին կայացել քառորդ եզրափակիչի երկու հանդիպումները։ Բայց միջև անցնել ֆուտբոլը երևի թե ներկայացնենք մեր հովանավորին։ Ներկայացնենք։ Երևանի լավագույն սպորտային բարը Բարսելոնան, որը գտնում է Երևանի հենց սրտում Խանջան 33 հասցեում, Խանջան իմ սիրած փողոցն է, չգիտեմ ինչի սիրած փողոցներից մեկն է, դա այդպեսի sense ոգևորությամբ ասեցի, Սայաթ-Նովա Խանջան Խաչմերուկից մի քիչ ներքև, ավելի Թումանյան Խաչմերուկից մի քիչ ներքև, կարող եք այցելել այնտեղ, դիտել ֆուտբոլային հանդիպումները, առաջիկա երկու կիսաեզրափակիչները, որոնք շատ հետաքրքիր եւ լարված են լինելու։ Պետք է դիտել անպայման ընթացքում մենք անպայման կլինենք Բարսելոնա սպորտ բարում, առնվազն մեկ կիսաեզրափակիչը կդիտենք այնտեղ միասին եւ հրավիրում ենք ձեզ բոլորին մեզ հետ դիտել կիսաեզրափակիչը, թե որ խաղի ժամանակ մենք էլ անձամբ ներկա կլինենք։ Facebook-ի մեջ մենք կներկայացնենք, այո, բոլոր խաղերը, որոնք դեռ մնացել են, կարելի է դիտել Բարսելոնա սպորտ բարում եւ բացի խաղերից այնտեղ միշտ ֆուտբոլային մթնոլորտ։ Իսկ քանի խաղ է մնացել կարաս հաշվես։ Դժվար է հաշվել, բայց 3 երևի։ Իսկ 4 չէ, բա երրորդ տեղի համար խաղ է։ Որովհետեւ Եվրոպայի առաջնությունում երրորդ տեղ։ Օ, այո, դու ճիշտ ես։ Փայլուն, այո։ Մի խոսքով բոլորին հրավիրում ենք Բարսելոնա սպորտ բար 580066, ինչպես նաև ասենք, որ մեր գործընկերն է Newsem Sport կայքը, Հայաստանի առաջատար մարզական լրատվամիջոցը, ընթերցեք, կարդացեք ամենը սպորտի մասին եւ Սա ինքնագովազ է արդեն Վերայի կողմից։ Այո, քանի որ դե կարծում եմ ռադիոն կներերը կկռահեն, թե ինչու է դա ինքնագովազդ։ Ես շատ եմ սիրում Newsem Sport կայքը, ինչպես նաև մեր հաղորդման ձայնագրությունները կարող եք լսել հենց Newsem Sport կայքում։ Իսկ այժմ խոսենք այն մասին, որ մենք ուղի եթերում ենք եւ կարող եք զանգահարել։ Ինչ մի հատ այսօր ինչ որ մրցույթ չկազմակերպենք։ Քանի ես մեր հեռախոսահամարն եմ հիշեցնում, դու կազմակերպի 368204 կարող եք զանգահարել, կիսվել ձեր տպավորությունները, շատ հետաքրքիր կլինի լսել Ֆրանսիայի երկրպագուներին, հատկապես Արտուրին, չնայած դժվար է այս պահին մեզ լսի, աշխատանքային ժամերն են նրա մոտ, բայց Ֆրանսիայի երկրպագուներին իրոք ցավակցում եմ, որովհետեւ ինչ որ է լինի, իհարկե խաղորդ եզրափակիչը նույնպես արդյունք է, բայց դժգույն խաղեր եւ Ֆրանսիայի հավաքականը իսկապես հիասթափեցրեց, ինչ է նաեւ կարելի ասել Անգլիայի հավաքականի մասին, բայց Անգլիան Չեմ կարծում, որ Անգլիայի հավաքականը հիասթափեցրեց։ Ուղղակի Անգլիայից սպասելիքները մեծ չէին։ Շատ արժանի խաղ անցկացրեց, պարտվեց, այո, բայց պարտվեց ավելի ուժեղ թիմին եւ դրա մեջ չկա ինչ-որ խայտարակություն կամ ինչ-որ վատ խաղ կամ վատ արդյունք, ոչ, իրանք իրենց ուժերի սահմաններում խաղացին, պարտվեցին Իտալիային եւ ինչքանով անսպասելի չլինի, բայց արդարությունը այս դեպքում տոնեց, կարելի ասել, որովհետեւ Իտալիան ավելի, կարծում եմ, ավելի էր արժանի հաղթանակի, ավելի շատ վտանգավոր պայեր էր ստեղծել եւ սովորաբար լինում է, չէ, խաղի ընթացքում մի թիմ ավելի լավ է խաղում, բայց 11 մետրանոց սարվածներում նա պարտվում է։ Իդեպ Իտալիան այդքան էլ հաջողակ թիմ չէ 11 մետրանոց իրացնելու Ինչքան էլ հաջողակ չլինի, նա մեկ անգամ աշխարհի առաջնությունը հաղթել է 11 մետրանոցներով, մեկ անգամ էլ պարտվել 11 մետրանոցներով աշխարհի առաջնության եզրափակիչում, բայց ավելի անհաջողակ։ Ստատիստիկ տվյալներով ավելի շատ անհաջող է Իտալիայի հավաքականը, որովհետև նույն վերջին Եվրոն եթե հիշենք, Իսպանիային նրանք պարտվեցին 11 մետրանոցներով եւ հենց 94 թվականից ավելի աշխարհի առաջնության ավելի շատ 2006 թվականը կհիշեն իտալացիները։ Այնու 2006 թվականը մի քիչ ավելի շատ հիշվում է Տրեզեգեի այդ ներվային խաղից, հիշում ենք, երբ մարզիչը նրան չէր հայտավորում կազմ եւ նա վերջին խաղում այսպես ստիպված ոնց որ երևի այդ էմոցիոնալ պահը ազդեց եւ հենց նա էլ վրիպեց վերջին։ Լավ, արի հերթով քննարկենք խաղերը, միանգամից Ֆրանսիայից անցանք Անգլիա եւ այլն, սկսենք երևի
ըստ հերթականության։ Չանցկացնենք Հասկացնենք, լավ։ Հայտարարենք կանոնները։ Ուրեմն զանգահարում եք մեր համարով 368204 փորձում եք կռահել երկու կիսաեզրափակիչների արդյունքները, նշելով հաշիվը ձեր կարծիքով այդ խաղերի եւ գոլերի հեղինակներին։ Եվ airdrop-ին 2 օր հետո, երբ ամփոփենք արդյունքները, ով ավելի մոտ եղավ հաղթանակի եւ ավելի մոտ կլինի այն մարդը, որը գուշակի իհարկե հաշիվները եւ գոլերի հեղինակներին, եթե ոչ, ապա միայն հաշիվները։ Այն հաղթողը կստանա նվեր Բարսելոնա սպորտ բարի կողմից, գարեջուրի հյուրասիրություն ցանկացած ժամանակ Բարսելոնա սպորտ բարում։ Եվ այսպիսով զանգահարեք, հենց այս պահից կարող եք արդեն ակտիվ մասնակցել եւ ձեր կարծիքով ասել, թե Իսպանիա, Պորտուգալիան եւ Գերմանիա, Իտալիա խաղերը ինչպես կավարտվեն։ Եվ քանի որ ես երևի թե ստանձնեմ ինձ վրա այդ պարտականությունը եւ առաջինը գուշակեմ Իսպանիա, Պորտուգալիա 3-1, 4 գոլերն պետք է ասեմ, թե մոտավորապես կարող եմ ասել։ Մոտավորապես ասելը որն է հետաքրքիր է։ Ասենք Պորտուգալիան մոտավորապես կասեմ Կրիստիանո Ռոնալդո։ Հասկանալի։ Իսպանիան մի քիչ երկար է, Տորես չի։ Ֆլանգի խաղացողը։ Իսպանիան Տորես չի լինի դա։ Այո, ցախ եզրի խաղացող օրինակ մոտավորապես կխփի։ Կարմիր մարզաշապիկով ֆուտբոլիստները։ Լավ, մենք ունենք հերախոսազանգ կարծում։ Լավ, իսկ Գերմանիան կհաղթի Իտալիային 2-0 հաշվով։ Եվ մոտավորապես ովքեր կդառնան գոլերը։ Գոմեսը եւ ինչ հետաքրքիր կենտրոններ կան։ Եվ Իտալիայից ինչ որ մեկը ինքնագոլի հեղինակ կդառնա։ Այո, Բուֆոն։ Շատ լավ։ Իսկ մենք ունենք արդեն հեռախոսազանգ կընդունենք այն։ Ալո։ Ալո։ Այո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ։ Վերամ մտածեց։ Իսկ դուք ինչպե՞ս եք։ Շնորհակալություն։ Եվ ինչ կարծիք ունեք։ Կարծիքը հայք ջան, ուրեմն ճիշտ ասած կիսաեզրափակիչները Գերմանիա, Իսպանիա հաղթողներն են։ Ահա։ Հաղթելու է Իսպանիան եզրափակիչում։ Իսկ հաշիվները կարող եք ասել։ Չեմ փորձի ասեմ։ Իտալիան շատ բարդ կլինի հաշիվը ասել։ Եթե խաղը նույն ձևի ոնց որ Անգլիայի հետ կարող է եւ ոչ ոքիով գնա, տես նորից 11 ամիսներ։ Գերմանիայի հետ։ Հա, չնայած, հա, Վերո ջան, սպասելի է։ Իտալիան շուտվանից ոչի բան չի շահ։ Ես ուղղակի գիտեք ոնց է, հիմա փորձեցի զանգահարեմ հենց հաղորդման սկզբից, համել դա թեմա տամ մեր ռադիո լսողներին միգուցե մասնակցեն։ Ես մի հատ հետաքրքիր ուրեմն բան եմ նկատել Իսպանիայի հետ կապված, մեր ժողովրդի ազգամնակցության մեջ։ Եվ հետաքրքիր բառ է, հայք ջան, ուրեմն գիտեք ոնց անես բացասական աուրա կա, էլի, չգիտես ինչի անընդհատ ուզում են որ Իսպանիան պարտվի։ Մեր երկրպագուները։ Դա շատ եմ ճիշտ նայած զարմանում, շատ։ Ուրեմն խմբայինի ժամանակ Իտալիայի հետ ոչ ոքի խաղաց, հա, Իսպանիա չկա այս տարի։ Ահա։ Չես լինի մեռած սատկած վիճակը։ Ֆրանսիայի խաղը վերցնենք, ուրեմն մարդ գիտեմ 1-0 հաշվի ժամանակ գնացել է նորից Ֆրանսիայի վրա է դրել։ Ասեմ ինչի ես դրել։ Բայց փող աշխատի։ Հա, բայց դա այդ մարդուն ես հետո խորհուրդ տվեցի, ասի գիտես ինչ կա, փող ունես շատ Ինձ դուր։ Քեզ, չէ, ինձ պետք չի։ Քո վրա ծախսի կամ հայաթում կամ հարևանության մեջ բան չի ոչ։ Դա ամեն մի մարդու իհարկե կարծիքն է։ Չի կարելի բռնանալ ամեն մարդու կարծիքների վրա, բայց դա հիմա այսօրվա վաղվա խաղը Պորտուգալիայի, չգիտես ինչի սաղ շուրանակ է Պորտուգալիա, ինչի ձեռնելով լավ։ Բայց չեք կարծում, որ դա օրինաչափություն է ոչ միայն մեր երկրպագուների մոտ, ինչու։ Փորձեմ բացատրել, եթե մի թիմ ինչ որ միշտ հաղթում է, միշտ մեծ առավելություն ունի մնացած թիմերի նկատմամբ, բացասական տրամադրվածությունը արդեն ինքնաբերաբար առաջանում է շատերի մոտ։ Ուզում են, որ վերջապես պարտվի այդ հաղթանակները ձանձրացնում են։ Այդ ճիշտ եք ասում, Հայկ ջան, բայց ոնց է Բարսելոնայի հետ, հա, ասենք։ Այո, իհարկե։ Հա, բայց չէ՞ որ Իսպանիան մենակ Բարսելոնա չի, այստեղ Ռեալ էլ կա։ Հա, բայց Իսպանիան էլ արդեն աշխարհի չեմպիոն է դարձել Եվրոպայի։ Չէ, բարձր, ուղղակի խաղաոճերով լրիվ տարբեր են, չէ՞, ասենք Ռեալն ու Բարսելոնան լրիվ տարբեր են, բայց դա այդ նույն խաղը խաղաց Ֆրանսիայի դեմ։ Ահա։ Այսինքն գնդակը տեսանք, չէ՞, թվերն էլ տեսանք, ինչքան են պահում վերահսկում են աշխփոխանցումները, դե ուժեղ են թողել են։ Բենզեման սատկած մեռած վիճակ էր Բենզեմայի մոտ։ Չէ, իհարկե, ավելի ուժեղ է Իսպանիան, ուղղակի քանի որ արդեն հաղթել է Եվրոպան է աշխարհն, տեսել ենք ինչ ոճով է հաղթել, շատերին դա ձանձրացնում է։ Այո, հիմա այս հարցը եմ ուզում տամ դրա համար, միգուցե ասեմ մեր երկրպագուները նույնիսկ կմասնակցեն այս հաղորդման, էլի դրա համար հաղորդման։ Այո, շատ հետաքրքիր քննարկման առարկա է դա իրական։ Չգիտեմ, մեն ինչի ձեռնելով, այդ բացասական շատ ուժեղ աուրա կա, շատ ուժեղ։
չգիտես ինչի։ Բայց այդ Թաուրան դեռ չի օգնում։ Եվ չի նպաստում Իսպանիայի Պորտուգալիան ախր միած Ռոնալդոին պահեցին, всё, չկա այնտեղ թիմ չկա, բացարձակապես թիմ չկա։ Բայց համաձայնվեք, որ այս առաջնության շրջանակներում շատ լավ է հանդես գալիս ընդհանուր հավաքականը, ոչ միայն Ռոնալդոն որպես առաջատար։ Համաձայն չեմ։ Այլ հավաքականը կարծում եմ Ով է Նանին է լավ, թե Պեպեն է լավ իր։ Նանին էլ վատ չի խաղում, պաշտպանական գիծը շատ լավ է խաղում, արագությունը թիմային բավականին բարձր է եւ ինձ թվում է Իսպանիայի շատ դժվար կլինի։ Կոնտրան չէ, ասի, հա, մի բան էլ ասեմ, ուրեմն Իսպանիան, Հայկ ջան, դեռ 90 չէ, 80%-ով է դեռ չի խաղացել այս չեմպիոնատում։ Ոնց ուզում եք։ Հույս ունենանք կխաղան ուշ թե շուտ, երկու խաղ է մնացել, ամենաշատը։ Սապերնիկ թիմ չկա։ Միգուցե Գերմանիան, միգուցե։ Կարծում եմ նաև դժվար կլինի Իսպանիային, ինչու, որովհետև Պորտուգալիայի ոճը համապատասխանում է եւ չի հակասում Իսպանիայի ոճին։ Պորտուգալիան կարող է 90 րոպե միայն հարձակողական թիմ խաղ ցույց տալ, այսինքն գնդակը զիջել իսպանացիներին եւ խաղի մեծ մասը պաշտպանվել բավականին հաջող։ Ֆրանսիացիք տես չէին կարող խաղային, որտեղ իրանց հիմնական ոչն էր գնդակ պահելը։ Հայկ ջան, վատ թիմ չէր այս տարի ճիշտն ասած, ես իրանց նախընտրական խաղերն եմ դիտել շատ, բոլոր համարյա եւ ընկերական վատ թիմ չէր, բայց դե հա, իսպանացիների հետ հիմա հավասար չեն իհարկե։ Չընդհանրապես Իսպանիայի հետ հիմա հավասար, միայն ասում, միգուցե Գերմանիան, միգուցե։ Գերմանիան էլ ուրիշ բան էր, ունի չեմ ուզում բարձրացնել, կարող է լսեմ իրենք։ Ատան, լավ, ինչ որ է, դες բարի եթե։ Եղավ, շնորհակալություն շատ զանգի համար։ Ես չի խառնում, որովհետև շատ հետաքրքիր էր լսել տղաների ֆուտբոլային այսպիսի երկխոսությունը։ Քո կարծիքն էլ արտահայտի։ Ես բազմիցս արտահայտում եմ եւ ունեմ դա ժամանակ արտահայտելու 368204 հիշեցնենք, որ զանգահարում եք եւ ուղղակի ճիշտ կրաում եք։ Կրաում եք հաշիվը, ասում եք գոլերի հեղինակներին, կարող եք լրացուցիչ տվյալներ ասել, եթե դա իրականություն դառնա, ապա իհարկե ես դուք կհաղթեք։ Եվ վայելում եք Սարա Գարեջուր Բարսելոնա սպորտ բարոն։ Շատ հետաքրքիր է ուղղակի լսել օրինակ մեր երկրպագուների կարծիքը, թե ինչքանով է ստացվում առաջնությունը։ Իրենց կարծիքով ինչքանով է հաջողվում, որովհետև միշտ ինչ որ ակնկալիքներ չէ ունենք մեծ մրցաշահերից առաջ, ինչ որ մեր պատկերացումներով այսպես պետք է լինի աշխարհի առաջնությունը, այսպես Եվրոպան։ Ինձ համար սա ամենավատ եվրոն էր, հետաքրքիր է։ Չէ, իսկապես ոչ դա բացարձակ կապ չունի, ուղղակի ոչ մի անակնկալ, ոչ մի բացահայտում դեռ ես չեմ տեսել եւ ոնց որ թե մենք սպասում էինք, որ կիսաեզրափակում կլինի Իսպանիա, Գերմանիա եւ ոնց եթե անակնկալի տակ հասկանանք 2004 թվականի անակնկալները, երևի շատերը չեն ուզի, որ նման անակնկալ ինչ որ չեմպիոն հայտնվի այս Եվրոպայում, Հունաստանի մասին է խոսքը։ Բայց ինչ վատ խաղաց Հունաստանը։ Հունաստանը վատ չխաղաց արդյոք հասնելու համար, ուղղակի կատարյալ խաղ ցույց տալիս։ Պաշտպանողական ֆուտբոլը նույնպես ֆուտբոլ է։ Իհարկե, բայց չեմ կարծում, որ երկրպագուներից շատերը ինչ որ շատ կողքեվորվեն նման խաղ դիտելով։ Բայց իմ կարծիքով ստացվում է առաջնությունը, թե գոլերի քանակով, թե խաղերի մեծ մասի դիտարժանության առումով նույն 2004-ին որքան նույն Չեխիայի հավաքականական նույն Հոլանդիայի հերոյը գնանք Ռոբեն այդ ժամանակ բացվեց Խորվաթիան կար, Շվեդիան կար, ցավոք դուրս չկարողացան դուրս գա, չկարողացան խմբից դուրս գալ, բայց կան նման հավաքականներ ու Ես արդեն սպասում 2014 թվականի Բրազիլիային վստահ եմ, որ այն յուրահատուկ է լինելու, բայց տեսնենք թե ռադիոն կնդիր ինչպես է կարծում։ Ալո։ Այո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ուզում եմ իմ նախապես մտածված ասել։ Այո, լսում ենք։ Ես կարծում եմ, որ Իտալիան կդառնա չեմպիոն այս Եվրոպայի առաջնությունում։ Եվ ինչով եք դա պայմանավորում։ Ուղղակի Իտալիան միշտ էլ հզոր ֆուտբոլային երկիր է եղել, միշտ էլ պոտենցիալ ուժ ունեցել, թեկուզ չի փայլում այս տարի։ Այո։ Բայց ինքը կարծում եմ, որ կհաղթի Գերմանիային եւ եզրափակիչում կհանդիպի Պորտուգալիայի հետ։ Պորտուգալիա։ Իսկ ում հետ ենք մենք խոսում։ Ես Սուսանան եմ։ Սուսանա, շատ հաճելի։ Ֆուտբոլասեր եք թե ուղղակի Եվրոյին ակտիվ։ Ես ուղղակի Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունները դիտում եմ, թե չէ երկրպագու չեմ։ Ընտանիքով ենք նայում, ամուսինս ու տղաս են շատ սիրում, ես է կողքից նայում եմ։ Իտալիան սիրում։ Բոլորը Իտալիան մեր սանը սիրում։ Շատ եք նյարդայնացել Իտալիա-Անգլիա խաղի ժամանակ։ Ոյ, ամուսինս բոլորը արևաններին հանգիստ խանգարեց գիշերային։ Բայց կարևորը վերջում լավ վերջացավ։ Այո։ Այնպես որ
Հայաստան ցանկանում։ Ում կնշեիք Իտալիայի հավաքականից ով է ձեր Այ այդ բահերը ես երևի չհիշեմ, այդ համոցինը զանգեր, բայց ամբողջ հոգով ուզում ենք Իտալիան լինի ու հավատում ենք, որ նա է լինելու։ Լավ, իսկ հաշիվ կասեք այդ խաղերի։ Մենք կարծում ենք, որ 1-0 Իտալիան Պորտուգալիային կկրի եզրափակիչ։ Իսկ կիսաեզրափակիչում Իտալիա-Գերմանիան ինչպես կավարտվի։ Այդ ֆինալով, այդ վերջում պենալտի։ Պենալներով։ Իսկ Իսպանիա-Պորտուգալիա Դա էլ ինձ թվում է Պորտուգալիան վերջում լրացուցիչ ժամանակ ավելացնեն ու Պորտուգալիան կհաղթի։ Երևի 1-0 Կամ 2-1 կամ 2-1։ Շատ հետաքրքիր էր։ Լավ, այդ հաշիվները մենք կգրանցենք ձեր Ես ուղղակի շատ չզբաղեցնեմ, ես առանձնապես շատ գիտակ չեմ, անուններ չեմ կարող ասել, բայց Պորտուգալիայում որ Ռոնալդոն կա, շատ է թիմի ոնց որ դարձել է հոգին ու ես հավատում եմ, որ Պորտուգալիան էլ այս տարի լավ կարող է։ Այո, իրականում բավականին շատ։ Իսկ դուք ընտանիքով ակումբային առումով ո՞ր ակումբներն եք սիրում։ Բանը, տղաս Այաքսն է սիրում։ Վայ, ես էր տղային ինչքան սիրեցի։ Իսկ ամուսինս այն ինչ որ Իտալիայի հետ կապված է, թե արվեստ, թե գրականություն, թե ֆուտբոլ, թե լեզու, նույնիսկ իտալերեն է սովորում Իտալիան։ Իսկ ինձ համար բոլորն եմ միևնույնն են։ Ձեր որդուն յուրահատուկ ողջույններ իմ կողմից։ Շնորհակալ եմ, ապրեք։ Ձեզ շատ շնորհակալ ենք զանգի համար։ Ստեսյուն։ Բասորեն կան մարդիկ, ովքեր դեռ սիրում են Այաքսը։ Շատ հաճելի։ Մենք նաև ասենք Շատ ուրախացար։ Զգացի տրամադրությունից ոնց մի անգամ բարձեցավ։ Այսօր նշելու առիթ կա։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ 368204 մեր հեռախոսը համարն է։ Զանգահարեք եւ Այո, զանգահարեք եւ ձեր գուշակումները գուշակեք։ Իսկ մենք արդեն ունենք գուշակություն, տեսնենք թե ով է այժմ գուշակելու։ Ալո։ Ալո։ Ահա։ Հա, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ով է զանգարում։ Բան, անունս Վրույր է, ես մեկ անգամ էլ եմ զանգահարել։ Այո, ձեր պապիկն է ֆուտբոլասեր է։ Հա։ Այո։ Իա թողնա։ Ես վերանիշ լավ է հիշում։ Բան, այդ Եվրոյի խաղերի համար ասեմ իմ կարծիքը։ Իմ կարծիքով Իսպանիա, Պորտուգալիա հանդիպում ասենք ավելի շատ գոլառատ ֆուտբոլ կլինի, բաց ֆուտբոլ։ Այո։ Երևի Իսպանիան կհաղթի 3-2։ 3-2։ Հա։ Իսկ Գերմանիա-Իտալիա իմ կարծիքով հենց Գերմանիան կհաղթի 2-0 Իտալիային։ Իսկ կարող եք գոլերի հեղինակներին էլ ասել։ Գոնը մոտավորապես մի քանիսին։ Հեղինակներին չեմ կարող ասել, ավելի չեմ ուզում, որտեվ ասեմ, շատ են գոլեր խփողները չեմ ուզում։ Շատ պետք է ասեք։ 7 գոլ, այո։ Իսկ ում եք երկրպագելու։ Ես ընդհանրապես Գերմանիա եմ երկրպագում, եզրափակում եմ ես Գերմանիա, Իսպանիա, երևի թե իմ կարծիքով ամբողջ խաղը կավարտվի 1-1։ Այո։ Հետո լրացուցիչում ոչ մի բան ու մեկը պենալներով իսկ մա Գերմանիան կհաղթի Իսպանիային։ Հետաքրքիր է։ Քանի որ Ռոբենը չկա Գերմանիայի կազմում։ Չէ, դա ես ուղղակի տենց եմ մտածում։ Եղավ, Վրույր, շնորհակալություն զանգի համար։ Մենք գրանցեցինք։ Ամեն դեպքում եթե 3-2 եւ 2-0 հաշվով են, դուք կհաղթեք Վրույր, որովհետեւ 2 հաշիվ եւ 7 գնդակ իհարկե ասելը դժվար է։ Մեծ համարձակություն է։ Այո։ Բայց համաձայն Գերմանիան արժանի է, վերջի տարիների իր ցույց տված խաղով արժանի է մրցաշարի հաղթող դառնալ, լինի դա աշխարհի առաջնություն, թե Եվրոպայի։ Միանշանակ անգամ եթե այնտեղ խաղում է։ Ես հիացնում է Լյովի կատարած աշխատանքը, որը մի քանի տարի նույն ստաբիլ ոճով մեծ արդյունավետությամբ խաղում է Եվրոպայի եզրափակիչ առաջնության եզրափակիչին հասնելով։ Իսկ ինձ հիացնում է Լյովի ոճը, նրա հագնվելու։ Ես հասկացա այո դա արդեն։ Եվ բացի դրանից իսկապես Գերմանիան այժմ այն վիճակում է, երբ շատ հավաքականների մոտ այդ դժվար process-ը լինում է գործընթացը նոր թիմ հավաքելու, որը դեռ շատ եվրոպական թիմեր անցնում են այդ շրջանը, շուտով շատերը կանցնեն սերադափոխություններում, Գերմանիայում այդ փուլը անցավ եւ հիմա նրանք ունեն նորից հենց Լյովի կատարած հիանալի աշխատանքի չզգացինք էլ ոնց սերունդը փոխվեց, այն Բալակի Օլիվեր կանի սերունդի փոխարեն եկան նոր աստղերի, Օզիլի, Գոմեսի եւ այլն, Պոդոլսկի, Մյուլլերի եւ հիանալի համագործակցում են ավելի տարեց ֆուտբոլիստները, երիտասարդները, Գերմանիան երիտասարդ թիմ է, բայց կայսել կորիզը հիմնականում կազմում են ավելի փորձառու ֆուտբոլիստները, որոնք նույնպես երիտասարդ են, տարիքով չեն, ինչպես օրինակ Ռուսաստանի հավաքականի հիմքը։
Այո, հատկապես Պոզեն։ Այո։ Եվս մեկ անգամ շնենք 368204 կարող զանգահարել ուղի եթերում մեր հեռախոսահամարն է ռադիո ֆուտբոլն Arm ռադիո եթերում, իսկ մենք հիշեցնենք, որ վաղը հունիսի 27-ին տեղի կունենա Պորտուգալիա, Իսպանիա եւ Գերմանիա, Իտալիա հանդիպումները, այսինքն Պորտուգալիա, Իսպանիա մենք գիտենք այս երկու հավաքականների մարզաշապիկները ինչ որ տեղ կարելի է նման լինել եւ քանի որ Պորտուգալիա, Իսպանիա լինելու մենք կտեսնենք երևի թե կարմիր սպիտակ ավելի շատ։ Այո, բայց խոսելով քառորդ եզրափակիչի երկու հանդիպումների մասին, նշենք, որ իրոք տաճորեն զարմացրեց Ֆրանսիան, որը ընդհանրապես նախաձեռնության խաղի ընթացքում չէր տիրում, նույնիսկ 1-0 պարտվելիս վերջի րոպեներին չէր գնում հարձակմանը։ Իսկ նույնիսկ Բենզեման չէր ցանկանում հիասթափեցնել Կասիլեսին, Ռամոսին եւ Ալոնսոին։ Քո կարծիքով ինչ որ նման պայմանավորություն կա իրենց մեջ կամ պարտավորվածություն։ Վաղնել երևի Ռոնալդոն չի ուզի, թե հակառակ Կասիլեսը չի ուզի հիասթափեցնել Ռոնալդոն։ Իրեւ այսօր Կասիլեսն ասել է, որ Պիկեն միշտ լավ է խաղում Ռոնալդոյի դեմ, հույս ունենանք այսօր է խաղը։ Այո, ես էլ դա կարծացի, թե գիրը ոնց է ընկալելու այդ խոսքերը հենց Կրիստիանո Ռոնալդոն։ Խեղճի դեմ վերջերս արդեն ինչ հայտարարություններ ասացին եւ ամեն խաղի ընթացքում միայն Մեսսի անունն են բացականչում երկրպագուները ուրիշ թիմերի, հակառակորդ թիմերի, երբ իր մոտ է գնդակը։ Իդեպ եթե Պորտուգալիա ասես որ միշտ Պիկեն իր դեմ հաջող է խաղում։ Իդեպ եթե Պորտուգալիայի հավաքականը դառնա Եվրոյի հաղթող այս տարի, ինձ թվում է Կրիստիանո Ռոնալդոն վերջապես կհասնի իր մուրազին եւ կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։ Երկրորդ անգամ արդեն, նշենք ինքը մեկ անգամ արդեն դարձել է աշխարհի լավագույն։ Այո, բայց այս վերջին 3 տարին նույնպես անցյալ տարի Մեսսի հետ կարելի է հիմնական հավակնորդը նա էր, ոչ թե խավին, բայց արդեն 3 տարի անընդմեջ Մեսսին։ Այո, Մեսսին է դառնում աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։ Նշելով Ֆրանսիայի խաղի Իդեպ ասենք, որ 3 օր առաջ Մեսսին նշում էր 25-ամյակը։ Շնորհավոր ենք նրան, ինչ է լինի եւ Մեսսի որքան էլ քիչ ճուզողներ լինեն եւ երկրպագուները գուցե Ռեալի նրան չսիրեն, բայց 25 տարեկանում հասնել այսպիսի արդյունքների աշխարհի երակի լավագույն ֆուտբոլիստն է եւ գրեթե բացի հավաքականից նա նվաճել է բոլոր հնարավոր տիտղոսները ակումբի հետ եւ նաեւ անհատական ռեկորդների, մրցանակների հեղինակ է Մեսսին, շնորհավոր Մեսսի ջան քո ծնունդը։ Շնորհավոր Լեո ջան։ Եվ խոսելով վերջապես Ֆրանսիայի մասին, ուզում եմ այդ բանը նշեմ, որ խաղից առաջ ասում էինք կոնֆլիկտ կա այնտեղ խաղացողների միջև եւ դա հաստատվեց, համոզված եմ, որ դա էլ իր հետ կթողեց խաղի վրա Ֆրանսիայի հավաքականի եւ հիմա խոսակցություններ են գնում, որ կարող են լուրջ փոփոխություններ տեղի ունենալ հավաքականում մի քանի հոգու պատժել, որտեվ հասկացանք, որ նույնիսկ նոր գլխավոր մարզիչը չի կարողանում արդյունավետ կառավարել հանդերձարանը եւ այնտեղ ինչպես միշտ պատմական ռեն գնացել է ինչ որ խաղացողների միջև կոնֆլիկտներ են եղել, ինչը իհարկե ազդել է։ Իդեպ Ֆրանսիան վերջին 10 տարվա ընթացքում դա նորմալ երևույթ է, ուղղակի քանի խոսեցինք ծնունդներից, ես անպայման կցանկանամ նաև շնորհավոր այսօր իր ծննդյան օրն է նշում իմ շատ սիրելի Արտուրի Էդիգարյանը, նրա 25-ամյակն է նույնպես։ Ոչ շատ սիրելի։ Այո, շատ շատերի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արտուր ջան, շնորհավոր քո ծնունդը, մենք քեզ շատ ենք սիրում եւ դու իսկապես ինձ համար կոնկրետ անփոխարինելի ֆուտբոլիստ ես Հայաստանի հավաքականի կազմում, երբ խաղադաշտում դու չկաս մեկնարկային կազմում, ինձ մոտ տագնապ է սկսում, սա իսրտանց։ Քո տեղը զգացվում է։ Այո, քեզ ամենայն բարիք եւ ֆուտբոլային հաջողություններ։ Իսկ մենք ընդունենք հերթական հեռախոսազանգը։ Ալո։ Ալո։ Ահա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հայք, բարև ձեզ, Վերա, բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Սա Նորիկ Ձաջան։ Այո։ Ճանաչեցինք, շատ հաճելի է։ Ես իմ կարծիքն եմ իհարկե ասում, դե ամեն մեկ իր կարծիքն է հայտնում։ Ես էլ որպես Ռոնալդոյի երկրպագու, ես ինձ համար նախընտրելի է, որ Պորտուգալիան է տանելու։ Պորտուգալիան առաջնությունը հաղթելու է։ Ես Իսպանիայի հետ հաղթելու է եւ ինքը դուրս է գալու Գերմանիայի հետ, այսինքն ֆինալում էլի։ Բայց դուք Ռեալի երկրպագու եք, չէ՞։
Ռեալի Իսպանիայում ավելի շատ Ռեալի խաղացող է։ Չէ, դրանք հետաքրքիր չէ։ Հետաքրքիր չեն, առաջնորդը Ռոնալդոն է հետաքրքիր։ Իսկ ինչ հաշվով կհաղթի։ Յուրաքանչյուրը իր երկրպանն ունի, ոնց սիրած ֆուտբոլիստ։ Ես նրան եմ շատ բալետ անում, չգիտեմ ով ինչպես է։ Մեսին տեսեք հրճակված է, ամենալավն է, ես չեմ ասեմ որ վատն է։ Ամենալավն է, նույնիսկ կարող է Ռոնալդոից էլ լավ լինի իրեն բանով, բայց ես Ռոնալդոին եմ երկրպագում։ Իհարկե դա ձեր անձնական նախասիրությունն է եւ այո, դա իմ նախասիրությունն է, մեկը կարող է ուրիշ բան ասի, մեկը ուրիշ բան ասի։ Հետո այն մեկը կարի անունն է մոռացել, որ անընդհատ զանգարում է, մի քիչ առաջ էլ զանգարեց։ Հակոբը, հա։ Նա մի տեսակ այդ Պորտուգալիայի հետ կապված ինչ որ բան է, ինչ։ Ամեր Պորտուգալիան։ Չի սիրում Պորտուգալիան ուղղակի, չի սիրում։ Հա, երևի։ Դա է։ Այս տարի շատ լավ խաղում է, ես չգիտեմ կարող է դա ինձ է թվում թե ինչ։ Այս տարի Պորտուգալիան շատ լավ ֆուտբոլ է։ Ես համաձայն եմ, այո, համամիտ եմ, որովհետև Պորտուգալիան ոչ միայն Քրիստիանո Ռոնալդոն է առանձնանում իմ կարծիքով այս մյուսները խոմինակ նա չի, բայց լավ է էլի խաղում, նանիա բան է շատ կան էլի։ Այո։ Իսկ հաշիվը կարող եք ասել։ Հաշիվը Պորտուգալիա-Իսպանիայի 1-0։ 1-0։ Հա։ Իսկ Գերմանիա-Իտալիա։ Գերմանիա-Իտալիան արդեն 2-1։ 2-1 օգուտ Գերմանիայի։ Շատ լավ։ Դե լավ կներեք։ Շատ շնորհակալ եմ։ Հաճախ ավելի զանգեք։ Խնդրեմ։ Մեզ շատ հաճելի ավելի հաճախ զանգարեք։ Այո։ Իդեպ Պորտուգալիայի հավաքականը 2000 թվականին կհիշես, հայք շատ համակրելի հավաքական էր, 2000-ին ես հենց Հոլանդիայից դու երկրպագու էի Պորտուգալիան։ Հավաքական էր։ Եվ կիսա եզրափակում Ֆրանսիայում պարտվեց, Զինեդին Զիդանի հիշում ես գեղեցիկ հարվածից հետո ես այն ժամանակ շատ էի սիրում Պորտուգալիան։ 2004-ին էր շատ ուժեղ հավաքական էր Դեկու։ Սեփական հարկի տակ էր խաղում Պորտուգալիան եւ գեղեցիկ խաղ ցուցադրեց, ուղղակի կիսա եզրափակում չկարողացավ անցնել արգելքը եւ այդ հիշում ենք այդ 2004-ի Պորտուգալիան այն ուժեղ թիմերից է եզակի թվով, որոնք իրոք գրանդ հավաքական կարելի ասել, բայց դեռ որևէ դիտողջ չունեն։ Ինչե բան պակասում է, անգամ երբ Սկոլարին էր մարզում հավաքականը, իսկ 2000 Ես անձամբ չէի տխրի, եթե Պորտուգալիան դառնար Եվրոպայի առաջնության հաղթող, որովհետեւ ինչ որտեղ պատմական արդարությունը կվերականգնվեր։ Արժանի են շատ Էսեբիոյից սկսած այո, Էսեբիոյից սկսած մինչև Ռոնալդո երևի այդ սերունդները ընդհանուր կոլեկտիվ ջանքեր։ Մենք արագ ընդունենք հեռախոսազանգը, որից առաջ պետք է ընդհատվենք։ Ալո։ Հրանտն ախոր։ Այո, Հրանտ, մենք պետք է այժմ ընդհատվենք գովազդով, արագ։ Մենակ մի բան ասում։ Այո։ Իսպանիան եզրափակիչում է եկել Գերմանիա Իտալիա խաղը 11 մետր արագությունով Գերմանիան։ Այո։ Եղավ։ Շնորհակալություն։ Մենք այժմ շնորհակալություն Հրանտին։ Մենք այժմ ընդհատվում ենք գովազդով, որստո կլսենք նորություն եւ կվերադառնանք կրկին եթեր։ Եվրո 2012-ի լավագույն հանդիպումները դիտեք Խանջան 33 հասցեում գտնվող Բարսելոնա սպորտ բարում։ Ամռան տապին զովացեք ֆուտբոլային միջավայրում, համտեսեք ամենահամեղ ուտեստները եւ դարձեք տարվա ֆուտբոլային կարևորագույն իրադարձության մասնակիցը Բարսելոնա սպորտ բարում։ Եվրո 2012-ի լավագույն հանդիպումները դիտեք Խանջան 33 հասցեում գտնվող Բարսելոնա սպորտ բարում։ Ամռան տապին զովացեք ֆուտբոլային միջավայրում, համտեսեք ամենահամեղ ուտեստները եւ դարձեք տարվա ֆուտբոլային կարևորագույն իրադարձության մասնակիցը Բարսելոնա սպորտ բարում։ Մենք վերադարձանք ռադիոֆուտբոլն է Arm Radio-ի ուղիղ եթերում եւ հիշեցնեմ մեր հովանավորին Բարսելոնա սպորտ բարը, որը գտնվում է Խանջան 33 հասցեում, այնտեղ հյուրընկալ այս վայրում սպասում ենք ձեզ Եվրո 2012-ի կիսաեզրափակիչի եւ եզրափակիչ հանդիպումները դիտելու։ Այո։ Արի որոշենք, որ խաղը այնտեղ կարելի դիտել։ Արի որոշենք, օրինակ, որը կընտրես Պորտուգալիա-Իսպանիան, թե Գերմանիա-Իսպանիան։ Գերմանիա-Իսպանիան, Պորտուգալիա-Իսպանիան։ Եզրափակիչի ես Ես առաջարկ ունեմ, օրինակ Գերմանիա-Իտալիա խաղը այնտեղ դիտել։ 4-շաբթի, ոչ 5-շաբթի օրը։ Ընդունվեց։ Շատ լավ։
Դե լավ, մենք լրացուցիչ անպայման կտեղեկացնենք, բայց կարծում եմ հենց այդ խաղը մենք ձեզ հետ միասին կդիտենք Բարսելոնա սպորտ բարում, որը այսօր մեր մրցույթի հովանավորն է եւ հաղթողին սպասվում է եւ ընդհանրապես մեր հաղորդման հովանավորն է եւ Բարսելոնա սպորտ բարի կողմից գարեջուրի հյուրասիրություն մեր այսօրվա մրցույթի հաղթողին։ Այո, ինչպես նաեւ մեր գործընկերն է Newsam Sport կայքը։ Եվ կրկնենք պայմանները մեր մրցույթի զանգահարեք եւ փորձեք գուշակել երկու կիսաեզրափակիչների հաշիվները, կիսաեզրափակիչներն Իսպանիա, Պորտուգալիա եւ Գերմանիա, Իտալիա հանդիպումները։ Եվ ով ճիշտ կրահեց, նա բնականաբար կդառնա հաղթող։ Ինչպես նաև կարող եք զանգահարել եւ կիսվել ձեր տպավորություններով Եվրո 2012-ից, այն շուտով կմոտենա ավարտին, կդառնա պատմություն հերթական Եվրոն։ Ոչինչ այս պահի դրությամբ անակնկալ ոչ միակ անակնկալ չգրանցվեց եւ դժվար է գրանցվի, չնայած իհարկե եթե դառնան Իտալիան կամ Պորտուգալիան չեմպիոն, ինչ որտեղ ավելի քիչ սպասված կլինի, քան Գերմանիա, Իսպանիա, բայց միևնույն է այն բոլոր անակնկալները, որոնք կարող են լինել, արդեն չեղան, նույն Խորվաթիան։ Բայց այս տարի այն անակնկալներից հետո, որը մեզ մատուցեց Չեմպիոնների լիգան, երբ կիսաեզրափակիչներից առաջ բոլորը ասում են դե պարզ է ով է լինելու եզրափակիչում Ռեալ Բարսելոնա, հերթական անգամ արդեն ձանձրացել ենք եւ այլն։ Հիմա ինչ շատ հիշեցնում է այդ իրավիճակը այս պահը, որովհետեւ շատերը ասում են Իսպանիա, Գերմանիա արդեն տեսնում են եզրափակիչ, ինչպես միշտ ամենաուժեղ թիմերն են, ամենաարժանի եւ այլն։ Բայց չնայած եկեք 2 օր ապրենք եւ տեսնենք։ Եկեք ապրենք 2 օր։ Բացառվում որ լինի իմ կարծիքով Պորտուգալիա, Իտալիա եզրափակիչ։ Չնայած անակնկալ չեղավ, բայց ինչ որտեղ Ռուսաստանի եւ Հոլանդիայի հավաքականի դուրս մնալը, հատկապես ռուսներինը, որոնք արդեն կարելի է խմբից դուրս էին եկել, ուղղակի պետք է մի քիչ շատ քիչ ձգտել եւ դա ինչ որտեղ անակնկալ էր եւ իհարկե Հոլանդիային, ուղղակի Հոլանդիայի տարբերությունն այն էր, որ հենց B խմբում 3 ուժեղ թիմ կար, նույնիսկ 4 Դանիանը տեսանք, որ ավելի ուժեղ գտնվեց, դրա համար այնտեղ որ պայքարը թեժ էր, բայց ռուսները ոնց որ թե պարտավոր էին խմբից դուրս գալ։ Դե ուրախացնեմ քեզ երևի գիտես, որ երկարացիկի բանահագիրը Բերտ վան Մարվիկի հետ եւ նա լինելու է Հոլանդիայի մարզիչ, թե ոչ մի բան չփոխվեց, նաեւ 2 տարի հետո Բրազիլիա տեղի ունեցող առաջնություն։ Դա համար ես որոշել եմ 2014 թվականի աշխարհի առաջնությունը։ Մարզիչով դեռ պարզ չի դուրս կգա Հոլանդիան աշխարհի առաջնություն։ Դա ես որոշեմ 2014 թվականի աշխարհի առաջնությունը Արգենտինա երկրպագել, իսկ հիմա Անտոնեն կարախոսանք։ Ալո։ Ալո։ Ալո, բարև։ Բարև ձեզ։ Ես առաջ անգամ պատմում եմ։ Շատ հաճելի է։ Կներկայանաք։ Հա, Վահագյանն է։ Այո, Վահագ։ Իսկ առաջին անգամ եք լսում, թե զանգահարում եք առաջին անգամ։ Երկրորդ անգամ ես լսում եմ, ուղղակի առաջ անգամ զանգում եմ։ Այն կարծիքով է եզրափակիչում դուրս գա իհարկե Գերմանիան ու Իսպանիան։ Ահա։ Ըստ թիմային խաղերի ես տեսնում այդ երկու թիմերը ավելի ուժեղ, քան թե Պորտուգալիան։ Այո։ Իսպանիան ինձ թվում է հաղթող դուրս գա, ես չեմ տեսնում այդպես 11 մետր անցնում թե։ Իսկ ինչ հաշիվ եք տեսնում։ Դե երևի Իսպանիա, Պորտուգալիա կլինի երևի կամ մեծ հաշիվ չի լինի, ասենք 1 կամ 2-0 դենտե այդ տարբերությամբ։ Իսկ եթե ավելի կոնկրետ։ Դե Իսպանիայի նկատի ունեմ էլ ես։ Չէ, մենք հաշիվ ենք պահանջում, որպեսզի դուք լինեք հավակնորդ մրցանակի։ Հա։ Դե մոտավորապես իսկ ասեի խաղը վերջանա Իսպանիայի օգտին 2-1 հաշվով։ 2-1։ Լավ։ Այո, իսկ Գերմանիան ասենք ավելի խոշոր հաշվով կհաղթի է խաղը, որովհետև ավելի ինքը թիմային խաղով ավելի ուժեղ է, քան Իտալիան։ Իսկ ավելի խոշոր հաշվով կդառնի խաղը։ 3-0։ Երևի։ Չէ, 3-0 ես գիտեք ինչ կոնկրետ չեմ կարող ասել, բայց խոշոր հաշվով ստանելու է։ Բայց որ 3-0 հաղթեց, ու դուք չհնչեցնեք այդ հաշիվը, հետո մենք չենք կարող ձեզ մրցանակը, ինչքան էլ ուզենք չենք կարող ձեզ փոխանցել։ Կոնկրետ պետք է ասել։ Ցանկալի է, իհարկե, կարող եք չասել, բայց որ մրցույթին մասնակցեք, ցանկալի ասել։ Դե ես չէի ասի 3-0 եւ 2-0։ 2-0, լավ, 2-1, 2-0։ Բանանի, բայց ընդհանուր եզրափակիչ է, դու ֆինալը դուրս գա Գերմանիան։ Կհաղթի Գերմանիան եզրափակիչում։ Գերմանիա երկրպագելու։ Այո, անպայման, որովհետև շատ ուժեղ ինքը թիմ է, կազմակերպված խաղում է ու ավելի տեխնիկապես հզոր է։ Իսկ Վահագ ակումբային առումով ո՞ր թիմն եք սիրում։ Ես հենց Գերմանիային եմ դեսում։ Չէ, թիմերից նկատի ունեմ։ Բավարիա երկրպագու եք։ Հա, այդ
նկատի ես երևի Բավարիա եմ Ավելի շատ Բավարիա իսկ ձեր սիրած խաղացողը Այդ ամենք չիմացանք արդեն մնաց գախնիկ բայց երևի թե գերմանացի ֆուտբոլիստ կլինի քանի որ երևի թե կլինսմանա 368204 մեր հեռախոսը համարն է մենք խոսում ենք եվրոից սպասում ենք ձեր զանգերը որպեսզի դուք ճիշտ հաշիվներ ասեք եւ ստանաք Բարսելոնա սպորտ բարի կողմից հյուրասիրություն բայց նաեւ չմոռանանք որ ռադիո ֆուտբոլը հեռարձակում է հայկական ռադիոյով եւ խոսում ենք մենք նաեւ հայկական ֆուտբոլի մասին իսկ այսօրին տեղ ունեցավ կարևոր իրադարձություն հայկական ֆուտբոլում Այո շվեյցարական Նյոնում կայացել է Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի որակավորման փուլի երկրորդ փուլի վիճակահանությունը եւ Հայաստանի չեմպիոն Ուլիսի մրցակիցը լինելու է մոլդովական Շերիֆ ակումբը Ուրա Դա ամենաուժեղ մրցակիցը չէր որը կարող էր բաժին ընկնել մեզ ինչ որտեղ կարելի է ուրախանալ Բայց դե ամեն ինչը ցույց կտա երկու խաղը եւ հույս ունենանք որ գոնե այս տարի մեր չեմպիոնը կկարողանա այդ առաջի ամենաթեթև արգելքը անցնել եւ հաղթել Մոլդովայի չեմպիոնին։ Այս տարի Շերիֆն է մեր մրցակիցը։ Ինչպես նաեւ տեղի ունեցավ Եվրոպայի լիգայի որակավորման փուլի երկրորդ փուլի վիճակահանությունը, Կապանի Գանձասարը կխաղա Ֆարերային կղզիների Ստեյմուր թիմի հետ Եվ այդ հանդիպումը հաղթելու դեպքում կհանդիպի շվեյցարական Սերվետի հետ։ Ռուդար Շիրակ զույգի հաղթողը, այսինքն Շիրակի մրցակիցը լինելու է Ռուդար ակումբը, կհանդիպի իսրայելական Բնեյ Եհուդա թիմի հետ, Գրանդ ակումբը, սա գիտենք Բնեյ Եհուդա թիմին։ Բացի դրանից Փյունիկի մրցակիցը լինելու է Զետա ակումբը եւ այդ հանդիպման հաղթողը կհանդիպի Յուվիասկյուլա ֆինլանդական եւս մեկ Գրանդ ակումբի հետ, չէ, ներողություն։ Այդ ակումբի եւ Ստաբեկ, նորվեգական Ստաբեկ թիմի հանդիպման հաղթողի հետ, չնայած արդեն պարզ է որ հաղթողը լինելու Յուվիասկյուլա թիմը։ Եվ այսպես պարզ դարձան մեր պոտենցիալ Մրցակիցները Հայ ես շատ եմ քեզ հարգում եւ հատկապես այս պահին առավել եւս այդ անունները արտասանելուց հետո Ես հասկացա ինչու այդ իրավունքը այս Իհարկե քեզ տեղեկատվությունը հնչեցնելու ինձ բաժին հասավ Ես մի քիչ ավելի Զարմանում ուղղակի ոնց դու չգիտես Յուվիասկյուլային եւ Բեն Եհուդա թիմերը որոնք փայլուն հաջողություններ են հասել Չեմպիոնների լիգայում 67 թվականին ուղղակի Վերևի այդ տեղեկության չես տիրապետել եզրափակիչում հանդիպում էին Նոթինգհեմ Ֆորեսթի հետ եւ Յուվիասկյուլան խաղում էր Լացիոյի հետ 67 թվականին մի քիչ ուշադիր չեմ դիտել Չեմպիոնների լիգային 68-ից սկսեցի դիտել 36-82-04 մեր հեռախոսամարն նաեւ կարող եք զանգահարել եւ ձեր կարծիքն ասել քննարկել Եվրոպայի լիգայի խաղերը ես ուղղակի ասեմ որ արդեն մի քանի տարի է զուտ որպես ֆուտբոլասեր ոչ թե որպես լրագրող չեմ հետևում Եվրոպայի լիգայի մեր թիմերի խաղերին, որովհետև իսկապես իհարկե պետք է երկրպագել, միշտ սիրել, օգնել, աջակցել մեր թիմերին, բայց ամեն տարի արդեն նույն արդյունքն է գրանցվում, արդեն 10 տարուց ավել են դիտում ենք նույն է ամեն ինչ եւ հատկապես մեզ մոտ այնպես է լինում, որ ամռանը հենց կոնկրետ Փյունիկում գիտենք Փյունիկի առանցքային մի շարք ֆուտբոլիստներ, մի շարք շատ մի քիչ ճոխ ասեցի, բայց մի քանի ֆուտբոլիստներ այս պահին գտնվում են Մետալուրգում եւ ոնց որ թիմը նորից պետք է նոր ֆուտբոլիստներ ներգրավի եւ հաստատ ինչ որ գուցե առաջին փուլը անցնենք, բայց երկրորդ փուլում արդեն չգիտեմ ինչ է լինելու։ Իհարկե ես Երևանում չեմ լինի այն ժամանակ, բայց բոլորին կոչ եմ անում գնալ մարզադաշտ եւ իհարկե երկրպագել մեր թիմերին, որովհետեւ հենց թիմերում են ձևավորվում այն ֆուտբոլիստները, որոնք պետք է վաղը հավաքականում խաղան։ Այո։ Բոլորս գնանք մարզադաշտ եւ երկրպագենք մեր թիմերին։ Այո։ Հավատանք, որ ամեն ինչ լավ է լինելու եւ այդ հավատքով թե շարժվենք դեպի աշուն։ Գիտենք, որ աշնանը որքան է մենք Եվրոպայի առաջնության սիրահարներ ենք, բայց իհարկե սեփական ֆուտբոլը լրիվ այլ է, իսկ աշնանը հենց սեպտեմբերին
տեղի կունենա արդեն 2 միանգամից հանդիպում Հայաստանը կխաղա Մալտայի եւ Բուլղարիայի հետ, Հայաստանի ազգային հավաքականը, նույնիսկ մեր բախտը բերել է նրանով, որ աղյուսակն է, հա, ոնց որ լավ դասավորվե Մալտայով ենք սկսելու առանց Բերեզովսկու, իսկ աշնանը հենց Իտալիային ենք դիմավորելու, դրա համար Իտալիայի խաղին պետք է շատ ուշադիր դիտել եւ հենց մրցաշարի առաջին խաղից հետո շատերը կարծիք են արտահայտում, որ դե ես Իտալիային է կհաղթենք, բայց 3 տեսանք, որ Անգլիան Իտալիային չկարողացավ հաղթել։ Իտալիան այդքան է 3 բարձեցին 2 օր առաջ։ Եվ ասեմ 2 օր առաջ Դեվիդի խաղից ամեն ինչ տպավորիչը երևի թե Պիրլո իրացրեց 11 մետրանոցներ, այսօր էլ մի քանի անգամ կրկնապատկերը դիտել եմ, շատ հետաքրքիր է։ Այո, դա կոչվում է Պանենկայի հարված, Գերմանիայի հավաքականի խաղացող Պանենկան, եթե չեմ սխալվում, հենց աշխարհի առաջին շրջանակներում մեր հետ խաղա 11 մետրանոցներից մեկը հենց այդ ոճով առաջին իրացրեց եւ անվանման արդեն կոչում են այդ հարվածը։ Մենք գիտենք մի քանի հայտնի հարվածներ ֆուտբոլի պատմության մեջ, օրինակ Զիդանը աշխարհի առաջին եզրափակիչում, բացի դրանից Տոցին հենց 2006 թվականին նույն կերպով իրացրեց 2006-ը, չէ 2002-ը կները 2000 թվականին հենց Հոլանդիայի հետ խաղում, այո, իրացրեց նման կերպ եւ այդ շարքին հիմա կդասվի Պիրլոն, կարծում եմ շատ ճիշտ քայլ էր Պիրլոյի կողմից գնահատված, այսինքն դա ուղղակի ինչ որ հնարք ցույց տալու հնարավորություն չեր գնահատված, որովհետեւ Իտալիան պարտվում էր եւ այդ քայլով, այդ վստահորեն իրացմամբ 11 մետրանոցին մի քիչ ինչ որ ինձ թվում է անվստահություն ունեցրեց Անգլիայի խաղացողների շարքում եւ միանգամից հաջորդող հարվածը հիշում ենք Էշլի Յանգը չկարողացավ իրացնել, դրանից հետո արդեն Էշլի Քոլը շեղ հարվածեց, այսինքն Բուֆոնը Էշլիների բախը չբերեց, բայց ասենք նաեւ որ Էշլիների բախը չբերեց դարպասի հետևում կանգնած էին Անգլիայի երկրպագուները եւ այսօր կարդացի հենց Newsem կայքսպորտում Newsem Sport կայքում Անգլիայի երկրպագուներից մեկը իտալացիների 11 մետրանոց իրացնելու ժամանակ իջեցել իր տաբատը եւ մեր կանգնել դարպասի հետևում, որպեսզի շեղեր իտալացիներին, բայց նրանք իրացրեցին։ Երկրպագուհի կարող է շեղվել, բայց կարծում երկրպագուի պարագայում մի քիչ դժվար է դա անել։ Մի քիչ Եվրոպայում վստահ չես կարող լինել բոլոր ֆուտբոլիստների օրենտացիայի վրա, կողմնորոշման վրա եւ իհարկե բոլոր դեպքերում Անգլիայի երկրպագուները փորձեցին ամեն ինչ անել, որպեսզի իրենց թիմը ախտի, բայց իհարկե քիչ արեցին։ Քիչ տաբատների չեցրեցին։ Ընդունենք հեռախոսազանգը։ Ալո։ Բարև Բարև ձեզ։ Կներկայանաք։ Փոլաձյան Ֆիլիպ։ Շատ հաճելի է։ Եվ ձեր կարծիքը խաղերի մասին կիսաեզրափակիչի։ Խաղերը անցել են ինձ թվում է լավագույն թիմերը առաջնությանը մասնակցող։ Կարծում եմ Իսպանիա-Գերմանիա եզրափակիչ դուրս կգան, քանի որ Պորտուգալացիները չեն առանձնացել երկրից իրենց մարտական ոգով։ Այո։ Միշտ հասել են կիսաեզրափակիչ ու այստեղ Համաձայնվեք, ժամանակին Իսպանիան էլ էր նույն ձևի հավաքական, ինչ որ փոխվեց։ Միգուցե այս անգամ էլ Պորտուգալիայի մոտ ինչ որ բան փոխվի։ Չեմ կարծում Պորտուգալիայի մոտ ինչ որ բան կփոխվի, կարծում ժամանակին 2000 թվականի հենց առաջնության, որ դուք քիչ նշեցիք, առաջատարները շատ ավելի լուրջ ֆուտբոլիստներ էին։ Նույն Ֆիգոն, նույն Նունո Գոմեսը հարձակման գծի առաջատարը կարծում շատ ավելի որակյալ թիմ էր, քան այս Պորտուգալիան, իր առաջատարի հետ մեկտեղ Ռոնալդո անով, կարծում լուրջ ֆուտբոլիստ, որպես առաջատար ամենայն դեպս չեմ դիտարկում։ Դուք Բարսելոնայի երկրպագու եք։ Ես էլ այդ հարցը ուզում թե ճիշտ ասած։ Այնպես չէ որ Բարսելոնայի հենց խիստ երկրպագու եմ, ավելի շատ Ռոմա եւ Ֆիորենտինայում երկրպագում իտալական ֆուտբոլ։ Բայց Ռոնալդոյի մասին այդ կարծիքը ունեմ։ Բայց Ռոմա եւ Ֆիորենտինայի երկրպագում, բայց Իտալիայի հավաքականին չեք հավատում, եզրափակում։ Իտալիայի հավաքականը մեծ առումով փոխվել է, Իտալիայի հավաքականը չէ որ կիրառում է Կատենաչոն, ամուր կողպեկը։ Իtāլիայի հավաքականը բացվել է, սակայն Իտալիայի հավաքականի թերությունը կարծում կայանում է նրանում, որ իրենք ինքները չեն հավատում իրենց հաղթանակին ու այն ֆուտբոլին, որ խաղում են, երևի զարմանում են, թե ինչպես են այդպես բաց ֆուտբոլ խաղում։ Եվ ինչու է Բալոտելին իրենց կազմում։ Հա, Բալոտելի համար էլ բազմաթիվ հարցեր կան, բայց ամենայն դեպս զուտ հավատի պատճառով ու սեփական ուժերի անվստահության պատճառով չեն հաղթի Գերմանիային։ Չնայած կարծեմ ոչ մի բանով չեն զիջում գերմանացիներին, ինչքան էլ գերմանացիները վառ ֆուտբոլ ցուցադրեն։ Հետաքրքիր կարծիք էր, իսկ ձեր գուշակումը հաշիվների առումով։ Իտալիա, Գերմանիա
երևի 11 մետրանոցներով կանցնի Գերմանիան։ Իսկ 11 մետրանոցներով 11 մետրանոցներով։ Իսկ Նոյերի շնորհիվ թե իտալացիները կվրիպեն։ Չէ, իտալացիները կվրիպեն, իտալացիների մի Մոնտոլիվո էլ կավելանա, կվրիպեն իտալացիները, այս անգամ չեն անցնի։ Ու Բուֆոնը իր արդեն չի կարողանա իրեն ցուցադրել ինչ-որ։ Այո, իդեպ Բուֆոնը 11 մետրանոցները միշտ այդքան էլ հաջող չէր ետ մղում, այս անգամ բացառություն էր երևի։ Մի հատ ընդամենը մեկը ետ մղել։ Եվ այդքան է դժվար չէ։ Երիտասարդ ֆուտբոլիստ նյարդերը տեղի տվեցին։ Այո։ Բուֆոնը այնքան էլ Էշլի Կոլի հարվածնել, իդեպ Էշլի Կոլի հարվածը իրացնելը ես գիտեի որտեղ է խփելու, որովհետև ինչպես հիշում եք Չեմպիոններ լիգայի եզրափակիչում էլ նույն հարվածով նույն անկյունը։ Այո, այո։ Այդ Բուֆոնն էլ էր երևի դիտել եզրափակիչը։ Իսկ Իսպանիա Պորտուգալիան ինչպես կավարտվի։ Քանի որ իսպանացիները հարցակման գիծ չունեն, հարցակման գծի առաջատար որպես այդպեսին գոլադոր չկա։ Երևի թե 1-0, ինչ որ մեկը այդ հետ քաշված հարցակողներից Կամինյես կամ Ֆաբրեգասին կհաջողվի խաղի ընթացքում ներխուժել Տուգանային ու գրավել դարպաս, երևի 1-0։ Իսպանացիների սիրած հաշիվ աշխարհի առաջնությունից սկսած։ Իսպանիա դե ընդհանրապես Վիսենտե դել Բոսկին այսպես պրագմատիկ ֆուտբոլ է խաղում, կարևորը հաշիվն է, հաշիվը պահել։ Եղավ, շատ շնորհակալություն Զանգի համար, հետաքրքիր կարծիք էր, այո, հաճելի է նման տենց վերլուծություն լսել։ Քիչ էլ նույն վերլուծությունը հիմնականում էմոցիա ավելի շատ հաճելի էր այսպիսի զանգ լսել, շնորհակալություն եւս մեկ անգամ Զանգի համար, 368204 դուք դեռ ժամանակ ունեք զանգահարել եւ այո, Շահել Սարա Գարեջուր Բարսելոնա Սպորտ բարում, որը գտնվում է Խանջան 33 հասցեում։ Իսկ հայկական թիմերի թեման շարունակելով նշենք, որ նաև Դոնեցկի Մետալուրգի հայկական թիմերի, ինչպես նաև Կուբանի այո, դա լինելու է բոսնիական Բորաց թիմի եւ Մոնտենեգրոյի Չելիկ ակումբի այդ միջև հանդիպման հաղթողը։ Ում երկրպագին Չելիկին թե բոսնիացիների։ Կարծում եմ Բորացը շատ ավելի լուրջ թիմ է եւ Ուրեմն պետք է Չելիկին երկրպագ։ Չելիկը դա Չելսի փոքր տեսակն է, ինձ թվում է Մոնտենեգրոից։ Բայց զուտ եթե ֆուտբոլից մի քիչ հեռանանք, երևի թե ազգային կատարումներով, երևի թե Չեռնոգորիային ավելի երկրպագի տեղ ունենք, մենք Բոսնիային ատամներ ունենք Բոսնիայի վրա հենց 2008 թվականից սկսած։ Իսկ Դոնեցկի Մետալուրգում շուտով կարող են գիտենք հայտնվել Հայաստանի ազգային հավաքականի եւս երկու ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը եւ Արտակ Եդիգարյանը, օրորի սպասվում է դուրը, որ պետք է կնքվի պայմանագիրը թե չէ, եւ եթե այդպես լինի, արդեն իհարկե մենք սկսենք Դոնեցկի Մետալուրգին ազգային հավաքականի պես երկրպագել, արդեն 4 ֆուտբոլիստ կունենանք այնտեղ, գիտենք ժամանակին այնտեղից է հենց գնացել Շախտյոր Հենրիկ Մխիթարյանը, որը դարձավ նաև Դոնեցկի Մետալուրգի ավակ ընդամենը մի տարի խաղալով թիմում, եւ Մարկոս Պիզելին տեղափոխվեց Դոնեցկի Մետալուրգից Կուբան, իհարկե Կուբանը նույնպես ինչ որ տեղ կարելի է մեր հայկական թիմերի շարքում դասել, գիտենք որ ղեկավարությունը նույնն է։ Այո, եւ հայ են։ Հայերը նույնն են։ 368204 Տրանսֆերների մասին խոսենք, արդեն նորություններ են ի հայտ գալիս պաշտոնական կամ ինչ-որ ոչ պաշտոնական խոսակցությունների տեսքով, պաշտոնականներից Օլիվիե Ժիրուն, Մոնպելիեի հարձակվողը, որ այս տարի Մոնպելիեի կազմում դարձավ շատ անսպասելի Ֆրանսիայի չեմպիոն, համալրեց անսպասելի Մոնպելիեն, թե որ նա դարձավ Մոնպելիեի կազմում։ Անսպասելի Մոնպելիեն, որը շատ երկար ժամանակ խաղում է առաջին լիգայում, Ֆրանսիայի լիգա 1-ում եւ երբեք չէր հավակնում նույնիսկ ինչ որ լուրջ տեղեր զբաղեցնել, այս տարի դարձավ չեմպիոն եւ նրա շատ տարեց նախագահը նարնջագույն գույնով ներկեց իր մազերը, խոստում էր տվել առաջնության ընթացքում։ Եվ բացի այդ նա խոստովանեց իր հոմոսեքսուալ նախասիրությունների մասին։ Չէի իմացել։ Եվ իհարկե, եթե չես կարդացել նրա հարցազրույցը, նա ասաց, որ հենց որոշել է դառնալ ակումբի նախագահ, քանի որ կարող է խաղից հետո մտնել հանդերձան եւ մեկ տղաների տեսնել։ Ինչ սպորտային հետաքրքիր նորություններ։ Այո։ Եվ Օլիվիե Ժիրուն համալրեց անգլիական ո թիմի կազմը, կարծում եմ բոլորը կարող են կռահել, թե ֆրանսիական խաղացողները ֆրանսիացի ո թիմի շարքն են լրացնում, Արսենալի դարձավ Օլիվիե Ժիրուն, տեսնենք նա ինչպես իրեն կդրսևորի, գիտենք Մարուան Շամախը մի քանի տարի չհամալրելով այնքան էլ չկարողացավ իրեն դրսևորել Արսենալի կազմում, հետո Ժերվինյոն ֆրանսիական ակումբից տեղափոխվեց,
մի քիչ ավելի լավ ինձ թվում է իրեն դրսևորեց եւ հիմա Օլիվիե Ժիրուն։ Իսկ մենք ունենք հեռախոսազանգ, թե չունենք հեռախոսազանգ, բայց ունենք հեռախոսահամար 368204 Տրանսֆերների թեման շարունակելով, գիտենք, որ մի քանի օր առաջ Դիդիե Դրոգբան համալրեց չինական մի թիմի շարքերը, որի անունը ես հիմա չեմ կարող ասել, ուղղակի չեմ հիշում եւ բավականին բարդ է, բայց նրա պայմանագրում ըստ որոշ տեղեկատվության կա դրույթ, համաձայն որին նա կարող է անվճար ցանկացած պահի լքել այդ չինական ակումբը, եթե Բարսելոնայից նրան առաջարկ գա եւ ըստ որոշ տեղեկությունների իսպանական լրատվամիջոցների Դիդիե Դրոգբան վաղը ժամանելու է Բարսելոնա իր գործակալի հետ եւ քննարկելու Բարսելոնայի ղեկավարության հետ Բարսելոնա տեղափոխվելու հնարավորությունը, ոնց որ թե Բարսելոնայից առաջարկ է եկել պաշտոնական եւ նրանք վաղը պետք է հանդիպեն եւ փորձեն գան համաձայնության եւ Դիդիե Դրոգբան շատ հնարավոր է մոտակա օրերս դառնա Բարսելոնայի նոր խաղացող։ Ինչ հիմար պայմանագիրը չինացիների հետ, չէ, ասենք ոնց որ թե Ոչ, հիմար պայմանագիր չէ, կարծում եմ խաղացողներից շատերը նման դրույթ ներմուծում են պայմանագիր, որպեսզի Այդ դեպքում կարելի է սպասել չինական ակումբի հետ պայմանագիր կնքելը եւ եթե հետաքրքրություն կար Բարսելոնայի կողմից, որպես ֆուտբոլասեր, որպես իսպանական ֆուտբոլից հասկացող մարդ, տեսնում ես Դիդիե Դրոգբան Բարսելոնայի կազմում։ Այո, տեսնում եմ Բարսելոնայի կազմում Դրոգբային, որովհետև կարծում եմ Բարսելոնային միշտ պակասել է։ Եվ Դրոգբային սազում է կապույտ գույնը։ Այո։ Ատլետիկ ամրակազմ ինչ-որ խաղացող, որը բարդ իրավիճակներում կարող է մտնել խաղադաշտ եւ փոխել իրավիճակը խաղադաշտում, գիտենք Բարսելոնայի դեմ հաջող խաղացել են մենայն թիմերը, որոնք հենց իրենց խաղադաշտում փակվել են եւ Բարսելոնայի այդ ֆիրմայի ոճը չի կարողացել որևէ բան փոխել։ Իսկ նման խաղացողների արկայությունը կարող է նոր բան մտցնել Բարսելոնայի։ Սակայն ասում են, որ կարող է Լորենտեն տեղափոխվել Բարսելոնա, ոնց որ նայել էր այդ կարգի ֆուտբոլիստ։ Համավելի թանկ կլինի, համինքը կհավակնի մեկնարկային կազմում խաղալ, կարծում Դրոգբայի դեպքը։ Իհարկե։ Լավ, ընդունենք հեռախոսազանգը, տեսնենք թե ինչ կարծիք ունի մեր ռադիո ընկերները։ Նա չսպասեց մեզ։ Երևի թե ամփոփենք վերջում մեր հաղորդումը, որտեղ ժամանակը շատ սուղ է, ուղղակի եւս մեկ անգամ հիշեցնենք, ովքեր չգիտեն, որ վաղը հունիսի 27-ին եւ 28-ին տեղի կունենա երկու կիսաեզրափակիչ հանդիպումները, իսկ Պորտուգալիա, Իսպանիա եւ Գերմանիա, Իտալիա 22:45 բոլորին հրավիրում ենք դիտել Բարսելոնա սպորտ բար, որը գտնվում է Խանջան 33 հասցեում, իսկ ես ակամայից հիշեցի 2000 թվականի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչը, երբ այդ ժամանակ ես ավարտում էի ավարտական դասարանում էի եւ թողեցի եւ գնացի խաղադիտելու, այդպես հիշողություններ են։ Եվ այդպես չստացար ատեստատը դրա պատճառով եւ տենց էլ դարձար լրագրող եւ ընդունենք վերջին հեռախոսազանգը վերջին վարքյանին հասցրեց մեր ռադիոընկերները զանգարել լրացի ժամանակ ունեն Ալո ահա բարև ձեզ եւ արտից Վալոջանա շատ հաճելի է հայ ջան ոնց եք շնորհակալություն լավ դուք ինչպես եք ոչինչ ոնց է տրամադրվածությունը այս խաղերի շատ լավ ջան ուրեմն ես կասեի Իսպանիա Պորտուգալիա խաղը Այո 2-0 օգուտ Իսպանիայի 2-0 օգուտ Իսպանիայի 2-0 Այո գոլերը Ինեստա եւ Սես Ֆաբրիկա ահա շատ լավ իսկ Իտալիա Գերմանիա ահա 1-0 օգուտ Իտալիայի Շնորհակալություն եղավ Վալդաշ ձեզ էլ շատ շնորհակալություն բարի Բայց քանի որ Վալոդյան քեզ էր դիմում հայք ինձ չդիմեց ես դրա համար չխառնվեցի ուրիշ կողքից հարցերով բայց շնորհակալություն զանգի համար Վալոդյան Ինչ ասենք որ շաբաթ օրը մենք 13:40 կունենանք եթեր Արդեն կամփոփենք եզրափակիչը չենք ամփոփի իհարկե չենք հասցնի բայց կիսաեզրափակիչի խաղերը կքննարկենք կամփոփենք մեր մրցույթի արդյունքները կքննարկենք ուրիշ նորություններ որոնք իհարկե իհայտ կգան կունենք շատ հետաքրքիր հյուր ես էլ նոր իմացա դրա մասին հյուրի հովանավորն այո եւ մենք հրավիրում ենք բոլորին Բարսելոնա սպորտ բար, որը գտնվում է Խանջան 33 հասցեում։ Մեր Facebook-յան էջում մենք լրացիչ տեղեկություններ կհայտնենք, թե որ օրը միասին մեծ հաճույքով կդիտենք խաղերից մեկը։ Դուք հետևեք նորություններին մեր Facebook-յան էջում, որտեղ նույնպես կտեղադրվեն մեր հաղորդման
ձայնագրությունները։ Ինչպես նաև Newsam Sport կայքում կտեղադրվեն եւ ընդհանրապես Newsam Sport կայքում կարդացեք բոլոր նորությունները, ամենաօպերատիվ արագ աշխատող մարզական կայքը։ Ձեզ շատ շնորհակալություն մասնակցության համար, զանգերի համար, շնորհակալություն մեր եթերային անձնակազմին։ Իսկ մենք դեռ 2 րոպե պետք է խոսենք։ 2 րոպե պետք է խոսենք, ինչը կանենք մեծ հաճույքով եւ 2 րոպեի ընթացքում կարող ենք։ Եվ ամենակարևորը դու չասեցիր Հայկ քո կանխատեսումը։ Իմ կանխատեսումը երևի 0-0 Պորտուգալիա, Իսպանիա։ Այդտեղից ոչ մեկ դուրս չի գալի։ Եվ Պորտուգալիան կարծում եմ լրացիչ ժամանակում կհաղթի 1-0։ Կկրկնվի Բարսելոնա Ռեալ Գավաթի եզրափակիչը, այսինքն 0-0 եւ Քրիստիանո Ռոնալդոն գլխով կդառնա գլխով գոլի հեղինակ։ Եվ Մորինյոին կդրցնեն ոտ, չէ՞։ Ինգուցե այդ չգիտեմ արդեն Մորինյոն ինչ է որտեղ է դիտելու եւ ինչքան խաղից հետո են, բայց 1-0 կարծում կհաղթի Պորտուգալիան լրացիչ ժամանակում, իսկ Գերմանիա Իտալիա կարծում եմ Գերմանիան կհաղթի 2-0 կամ 2-1 հաշվով։ Եթե պետք է կոնկրետ ասեմ 2-0, որ ես էլ հավակնեմ ուրեմն Սարը Գարեջին։ Այո։ Դու ասացիր արդեն։ Ես իհարկե ասացի, ամենաառաջինը ես ասացի, դու վերջում փակեցիր։ Հուսանք կլինի հաղթող, որովհետև տարբեր հաշիվներ ասացին, հիմնականում կրկնվող հաշիվներ չեն եւ անգամ կարևոր չէ ով կդառնա գոլի հեղինակ, 2 խաղ կռահել արդեն մեծ բան է։ Սպասենք ամսի 27-ին եւ 28-ին այդ հանդիպումներին եւ իհարկե ցավալի կլինի Եվրոն մոտենում է ավարտին, 3 խաղ է մնացել ընդամենը, բայց մեզ այս տոնն էլ է մոտենում ավարտին եւ այո, բայց մենք առաջիկայում ունենք եւս 1 տոն, այս տարի նաեւ ամառային օլիմպիական խաղերն են, հուլիսի վերջին կմեկնարկեն եւ 1 ամիս մենք անհամբեր կդիտենք տարբեր մարզաձևերում մեր հայ մարզիկների ելույթներին։ Այո, հայ մարզիկների ելույթներին կդիտենք նաեւ օլիմպիական ֆուտբոլային, օլիմպիական հավաքականների խաղերը գիտենք, այնտեղ մեր երիտասարդ ֆուտբոլիստները կարող են ընդգրկվել, ինչպես նաեւ 3 ֆուտբոլիստ 23 տարեկանից բարձր, օլիմպիական խաղերը հաճախի այդ են բերում նոր աստղեր, հիշենք նույն Անխել Ձիմարյան հայտնի դարձավ եւ պահանջարկող ֆուտբոլիստ դարձավ հենց օլիմպիական խաղերը հաղթելուց հետո մինչ այդ Իսպանիայի հավաքականը միջև եզրափակիչ հասավ, այն հավաքանում խաղում էին իրար հետ Խավին, Կասիլիասը, եթե չեմ սխալվում, եւ մի շարք այլ շատ հայտնի ֆուտբոլիստներ, Իսպանիայի հավաքականի Սեյդու Կեյտանը ճանաչվել օլիմպիական խաղերի լավագույն ֆուտբոլիստ։ Մի խոսքով ամառաթեժ է լինելու, ինչպես Եվրո 2012-ի պաշտոնական օրհներգն է հնչում թեժ ամառը լինելու։ Սպասենք այս մյուս ամիսներին մարզական մյուս իրադարձություններին, եւս մեկ անգամ հիշեցնենք հայկական ակումբները հուլիսի սկզբին սկսեն խաղալ Եվրո գավաթների եւ Չեմպիոններ լիգայի հանդիպումներում։ Մենք կվերջացնենք խաղալ մյուս տարվա մայիսին այդ մրցաշարերում։ Այո, հուսանք։ Շատ շնորհակալություն բոլորին, որ մեզ հետ եք, կհանդիպենք շաբաթ օրը։ Այո, շաբաթ օրը։ Այո, շաբաթ օրը։ Շնորհակալություն։ Եվրո 2012-ի լավագույն հանդիպումները դիտեք Խանջան 33 հասցեում գտնվող Բարսելոնա Սպորտ բարում։ Ամռան տապին զովացեք ֆուտբոլային միջավայրում, համտեսեք ամենահամեղ ուտեստները եւ դարձեք տարվա ֆուտբոլային կարևորագույն իրադարձության մասնակիցը Բարսելոնա Սպորտ բարում։ Արմ ռադիո FM 107